Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօրվանից ոնց որ պետք է սկսեմ ինչ են ծախում սրանք շարքը։ Օրինակ ինչ է օգտագործում Նիկոլ Փաշինը, որ հեղինակում է այսպիսի անխոհեմ հայտարարություններ։ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ Քանի կար ասում էին համաձայնագիրը պատրաստ է, մնում է ստորագրելը։ Հիմա մարդը առաջարկում է ստորագրության շուրջ խորհրդակցություններ։ Ինչ խորհրդակցություն։ Այդ ինչ արարողակարգ է։ Ինչ ասում ես երկոտանին, Նիկոլը։ Ես հանձնարարել եմ չխախտել հրադադարը։ Այդ մեռա քեզ ասելով սահմանադրություն կարդա։ Դու իրավունք ունես գերագույն հրամանատարի գործառույթներ իրականացնել բացառապես պատերազմի ընթացքում։ Դա գրված է սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ մասում։ Գնա բացի կարդա։ Էդ ինչ ենք զիջել, հարցազրույց է տալիս հանրային հեռուստաընկերությունում։ Ասում է, այդ ինչ ենք զիջել, հիմա ավելի անկախ ու ինքնիշխան ենք։ Արա ամոթել ասել, ստի հերն անիցեմ, ոնց թե ինչ ենք զիջել։ Մի ամբողջ երկրորդ պետություն է զիջել հայկական, 5 միլիարդ դոլարի զին տեխնիկա է զիջել, էլ ինչ զիջես, դե արի մեր տներն էլ ծախի տարտուր թուրքերին պրծնենք։ Արա ամոթ արա հել գնա, դու չես հասկանում, որ դու չես կար այս երկիրը պահես։ Քո պաշտոնի պատճառով սաղս ընկել ենք խելագար վիճակի մեջ, սաղս ցնորվել ենք, այդ ցնորված, հել գնա արա, պուստեն ասար էսովա, մեկա դու պարտվելու ես, գյումրեցիներ, էլի եմ դիմում ձեզ ու էլի եմ դիմելու ձեր ցավը տանեմ, չթողեք, որ ես ապիկարը հանգարց Գյումրիում գա իշխանության, դա կնշանակի, որ դա Հայաստանի վերջն է, սա Գյումրիով սկսել է իր խուժան հաղթարշավը, Գյումրիում էլ պետք է թաղվի իր քաղաքական